Ողջույն սիրելի եղբայրներ եւ քույրեր։ Մենք շարունակում ենք մեր մեծ ճանապարհորդությունը Աստվածաշնչի էջերով։ Ծննդոցից մինչև հայտնություն։ Եվ այսօր կուսումնասիրենք Թվոց գրքի 13 եւ 14-րդ գլուխները։ Թվոց 13-րդ գլխում Մովսեսը 12 լրտեսներ է ուղարկում Քանանի երկիր տեսնելու համար։ Նրանք վերադառնում են եւ բերում են մի հսկայական խաղողի ողկյուզ, որը 2 հոգով էին բռնել, 24 խոսքն է ասում։ Սակայն 10 լրտեսները վախեցած էին հսկաներից եւ միայն Քաղեբն ու Հեսուն ասացին. եթե Տերը մեզ հավանի, նա մեզ կտանի այդ երկիրը եւ կտա մեզ։ Ինչպես է այստեղ բացահայտվում Տեր Հիսուս Քրիստոսը։ Այստեղ մենք տեսնում ենք Հիսուսին, ում անունը եբրայեցերեն նույնն է, ինչը Հիսուս անունը, ինչը եւ Հեսու անունը, որը նշանակում է Եշուա, որի թարգմանությունը Տերը իմ փրկությունն է, մեր փրկությունն է։ Հիսուսը այն առաջնորդն էր, ով հավատում էր Աստծո խոստմանը եւ պատրաստ էր ժողովրդին տանել հանգստության երկիր։ Բացի այդ, այն հսկա խաղողի ողկյուզը, որը կախված էր փայտից, խորհրդանշում էր նույնպես Տեր Հիսուսին։ Եթե հիշում եք Հովանու ավետարան 15-րդ գլխում, Տեր Հիսուսը ասում է, որ ես եմ այդ որդատունկը։ Ինչպես այդ պտուղը բերվեց անապատ ցույց տալու երկրի առատությունը, այնպես էլ Հիսուսը եկավ մեր մեղքի անապատը, որպեսզի մենք ճաշակենք երկնային ներողություն արքայության պտուղները։ Ինչն է ձեզ համար ավելի մեծ ձեր առջև հսկաները, այսինքն խնդիրները, թե Աստծո խոստումը։ Հաճախ մենք կորցնում ենք մեր օրհնությունը ինչի համար։ Վախի պատճառով։ Այսօր նայենք ոչ թե խնդրի չափսերին, այլ մեր Աստծո մեծությանը։ Հիշեք, Հիսուսն արդեն հաղթել է բոլոր հսկաներին։ Թվոց 14-րդ գլուխը ժողովուրդը լսելով վադլուրը սկսեց լաց լինել եւ ուզում էր վերադառնալ Եգիպտոս։ Աստծո բարկությունը բորբոքվեց, բայց Մովսեսը կանգնեց ճեղքվածքի մեջ եւ աղոթեց. Տերը երկնային եւ բազմավողորմ Աստված, ների այս ժողովրդի անօրենությունը, քո մեծ ողորմության համապատասխան։ Աստված ներեց, բայց հայտարարեց, որ այդ սերունդը 40 տարի պիտի մնա անապատում։ Ինչպես է այստեղ բացահայտվում Հիսուս Քրիստոսը։ Մովսեսը այստեղ մեր մեծ բարեխոսի Հիսուսի պատկերն է խորհրդանշում։ Երբ մենք ըմբոստացանք եւ արժանի էինք դատաստանի, Հիսուսը կանգնեց մեր եւ Հորի միջև։ Բայց ի տարբերություն Մովսեսի, ով միայն խոսքով աղոթեց, Հիսուսը իր սեփական արյունը թափեց իմ եւ քո համար։ Նա է այն բարեխոսը, ով այսօր էլ կանգնած է Հոր աջ կողմում եւ միշտորդում է մեզ համար, որպեսզի մենք չկորչենք մեր անհավատության մեջ։ Երբեք մի փորձեք վերադառնալ ձեր հին կյանքին կամ մեղքի Եգիպտոսին։ Անապատում մնալը կամ հետ գնալը լուծում չէ։ Եթե նույնիսկ սխալվել եք, վստահեք Տեր Հիսուսի բարեխոսությանը եւ շարունակեք առաջ գնալ դեպի այն հանգստությունը, որ Աստված պատրաստել է ձեզ համար։ Սիրելիներ, եկեք մեր սովորության համաձայն աղոթքով ավարտենք։ Տեր Հիսուս, շնորհակալ ենք, որ դու ես մեր ճշմարիտ առաջնորդը եւ մեր կատարյալ բարեխոսը։ Ներիր մեզ, երբ վախը հաղթում է մեր հավատին։ Տուր մեզ Հեսուի եւ Քաղեբի այն հոգին, որպեսզի վստահությամբ տիրանանք քո խոստումներին։ Շնորհակալ ենք, որ դու մեզ երբեք չես լքում, նույնիսկ մեր թուլության մեջ։ Ամեն։
Թանկագիներ, եթե այս ուսուցումները օրհնություն են ձեզ համար, կիսվեք ձեր ընկերների հետ, որտեղ կարող է նրանց էլ ինչ-որ օգուտ բերի։ Եվ եթե ունեք ձեր կարծիքները, մտորումները, գրեք մեկնաբանություններում, թե դուք ինչպես եք տեսնում Տեր Հիսուսին։ Եվ թող մեր Տեր Հիսուս Քրիստոսի սերը, Հայր Աստծո եւ Սուրբ Հոգու շնորհն ու հաղորդակցությունը լինի մեր բոլորի հետ։ Ամեն։